Տիգրան ջան, ես չգիտեի, որ դուրս ա եկել տանից։ Լավ մամա, հիմա կզանգեմ իրեն։ Հա, մենակ խնդրում եմ Տիգրան, հետո էլ ինձ զանգի, հա, անհանգիստ եմ։ Լավ։ Հա։ Ալո, հա, Տիգրան։ Լիլիա, որտեղ ես։ Դրսում։ Նենց լավ եղանակ էր, ասացի մի քիչ դուրս գամ քայլեմ։ Լիլիա, ես գիտեմ, որ դու դրսում ես։ Բայց խնդրել էի, չէ՞ որ տանից դուրս չգաս։ Դու հաճախ ես վատ զգում։ Ինչի՞ ես մենակ դուրս եկել։ Եթե քեզ վատ զգաս։ Չէ, ես ինձ շատ լավ եմ զգում։ Ուղղակի ուզում եի քայլեի։ Ինձ լավ եղանակ էր։ Հասկանում եմ։ Երկար ես մնալու դրսում։ Չէ։ Իսկ որտեղ ես հիմա։ Ես մի քանի խանութ մտա, դու մի անհանգստացի, լավ։ Լիլիա, ես չեմ կարող չանհանգստանալ։ Խնդրում եմ, հենց հիմա զանգիր վարորդին ու գնա տուն։ Բայց ես իրոք ինձ շատ լավ եմ զգում։ Լիլիա։ Ճիշտ եմ ասում։ Հավատում եմ, որ քեզ լավ ես զգում, բայց գնա տուն, հա։ Ուղղակի գնա տուն, որովհետև ես խնդրում եմ, ես այդպես եմ ուզում։ Լավ։ Լավ։ Ես կզանգեմ քեզ։ Ես քեզ համար անակնկալ ունեմ։ Ինչ անակնկալ։ Կգաս տուն, կտեսնես։ Լավ։ Հենց հասնես տուն զանգիր։ Լավ, կզանգեմ։ Ընկերույթ լավ է։ Պետք չի կատակին տալ։ Բայց լավ բան չես արել։ Ես։ Հա դու։ Նիշի ինքս սկսավ։ Вообще-то ես եմ վիրավորված շատ։ Հիմա ինչ, դու հիասթափված ես, հա։ Լավ էլի վերջացրու, հա։ Չէ, ուղղակի այդ ընկերույթ։ Լավ, վերջ, արի այդ թեմայով չխոսենք, հա էլ։ Դե լավ, չենք խոսա, որ չես ուզում։ Համել մոռացա ասեմ, շնորհակալություն։ Ինչի համար։ Դե ինձ սրճարան հրավիրելու համար։ Հա, խնդրեմ։ Կարամ էլի հրավիրեմ։ Ինձ թվում է լռությունը համաձայնության նշանը, հա։ Շատ գեղեցիկ է ժպտում։ Շնորհակալ եմ։ Նստեք։ Հայկ, անցյալ անգամ ես շատ պարզ ասացի, որ դու այդտեղ էլ չես նստելու։ Վերկաց տեղդ փոխի։ Լավ, հասկացա։ Ընկեր Սահակյան, ես դատապարտված եմ, ուրիշ տեղ չկա նստելու։ Հանգստացի Մարիաննա, չեմ ասում, Հայկին տանես ձեր տուն։ Լռի ու ավելորդ բաներ չխոսես։ Իսկ դու Հայկ, այլևս, Աննայի կողքին չես նստելու։ Անցանք դասի, բացեք ձեր տետրերը։ Շատ նեղվեցիր։ Չէ, ինձ քո հետ էլ է հաճելի նստել։ Չկա։
Ես չպետք է վախեցնեի երեխեքին։ Տեսա, որ վախենում են մանկատնից։ Ու էլի պնդում էի։ Տենց ոնց կլինի։ Երկուսով փողոցում սոված, ցուրտ։ Նելին ասեց, որ գիշերները տուն են գնում։ Ես ոնց իմանամ նրանց տան տեղը։ Աստված իմ։ Ես հիմա չեմ կարողանա հանգիստ ապրել։ Անընդհատ պետք է այդ երեխեքի մասին մտածեմ։ Ասաց, որ հասնի տուն կզանգի։ Մամ։ Հա Տիգրան ջան, գտար Լիլիային։ Հա, գտա, դրսում էր։ Ասաց, որ խանութներ է գնացել, խնդրեցի, որ տուն գալու զանգի։ Դեռ չի եկել։ Այդպես էլ հասկացամ։ Լավ էր։ Ամենայն դեպս ասում էր, որ լավ էր։ Մամ, ես նրան զանգում եմ, չի պատասխանում։ Խնդրում եմ, հենց գա, թող ինձ զանգի, հա։ Հա իհարկե, տղա ջան, դու մի անհանգստանա։ Երևի հեռախոսի ձայնը չի լսում։ Մամ, հենց տուն մտնի զանգի, լավ։ Աստվածի պետք է վարորդի ինձ զանգի, ինչպես մտքովս չի լանցել։ Լսում եմ, պարոն Գնունի։ Որտեղ ես հիմա։ Ես Բաքում։ Լիլիային տուն բերեցիր։ Չէ, ինքը չի զանգել ինձ։ Ինչպես թե։ Չի զանգել, չեմ էլ տեսել այսօր, եթե պետքա գամ։ Չէ։ Պետք չի։ Պետք չի։ Այս ինչ ես մենակ կանգնել։ Չես գալիս բուֆետ։ Չէ, դուք գնացեք։ Ինչի, արի գնանք։ Չի գալիս, թող չգա։ Չես գալիս։ Սպանեմ, ուսրում եմ, ասացես։ Եկավ դեց։ Չան։ Ասում եմ ծեծը թարմացնելու ժամանակը չի։ Այս վերջերս խելոք է, պարոն պետ չի լվոր։ Դրա համար էլ ասում եմ, էլի։ Ծեծենք, որ խելքը գլուխը գա, էլ տենց բաներ չանի։ Կարելի։ Ելքը։ Երևի չի ուզում երեխեքի մոտ մոտենա ինձ խոսի։ Հաստատ տուն գնալուց միասին կգնանք։ Երեկ այնքան լավ էր խոսում։ Մենակ չեմ հասկանում ինչի ինգայի հետ այդքան կոպիտ խոսեց։ Բայց դե ինգան էլ էր կոպիտ, ամեն դեպքում ես գիտեմ, որ Հայկը վատը չի։ Ձևով կարող է արտահայտվել, ինչ ախտանշաններ կարող են լինել։ Հղիության որոշ էտապում հնարավոր են ճնշման անկառավարելի տատանումներ, գիտակցության կորուստ, մինչև անգամ մահ, եւ այս դեպքում անպայման նաեւ պտուղը կկորցնի։ Արյան, ինչ են արի։ Ստորագրեցիր թղթերը։ Չէ, ես դեռ չեմ էլ կարդացել։ Ասեմ, որ այսօր չեն լինելու։
Չէ, հիմա գնայեմ։ Իսկ նամակները։ Անի ես այսօր ոչ մի բան չեմ արել։ Ու երևի չկարողանամ անել։ Խնդրում ինձ հիմա սուրճ բեր։ Լավ չես զգում քեզ։ Կարևոր չի ուշադրություն մի դարձնու։ Խնդրում մի բաժակ սուրճ բեր։ Հա, հիմա կբերեմ։ Անի ես քեզ լավ լուր ունեմ ասելու։ Ինձ ասացին, որ հայրդ շուտով ազատ կարձակ։ Ինչ։ Ես քեզ ասել էի, չէ, որ դա կլինի, բայց պարզվեց, որ շատ շուտ է լինելու, ինպես որ։ Հիմա քո կյանքը կփոխվի։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ոչինչ չգիտես։ Չգիտեմ ինչ ասեմ։ Հիմա ես էլ մենակ չեմ լինի։ Ընտանիք կունենամ։ Դի մի երազանքն ա եղել հասկանում ես։ Տենց ինքան ահավոր ա, որ տուն ես մտնում, դուռը բացում ես, հետո փակում ես, հայտնվում ես մի հատ սենյակում, որտեղ քեզ ոչ ոք չի սպասում, ու դու էլ ոչ մեկի չես սպասում։ Ու հիմա էլ տես չի լինել, չեմ հավատում։ Հիմա ամեն ինչ լավ կլինի քո կյանքում։ Դու այնքան բան ես իմ համար արել։ Կարիք չկա հիշելու։ Չէ, կա, որովհետև մենակ ֆինանսականն ու աշխատանքի համար չեմ ասում։ Իմ կյանքը լրիվ փոխվել է։ Ես շատ ուրախ եմ քեզ սպարանից։ Բայց դու քեզ լավ չես զգում, չէ՞։ Ասացի ուշադրություն մի դարձրու։ Խնդրում մի բաժակ սուրճ բեր ինձ համար։ Հիմա կբերեմ։ Այո։ Բարև ձեզ, պարոն Գնունի։ Բարև։ Ձեր կինը իրեն վատ էր զգացել դրսում, նրան հիվանդանոց եմ բերել։ Սպասեք։ Ո՞ւստե վատ ես զգացել, որտեղ։ Հիմա լավ է, բայց ընդհանուր թույլ է։ Ես գալիս եմ, որ հիվանդանոցն է։ Աննա։ Աննա։ Հա, Լսում ես։ հա լսում եմ։ Դե ասա ինչ էի ասում։ Դե քննությունների մասին չէիր խոսում։ Հա։ Բայց եթե ուզում ես, կարանք հետո խոսենք, որտեվ շատ ցրված ես։ Ես կամ կգամ ձեր տուն, կամ դու կգաս, կգրենք, հա, տենց ավելի լավ կլինի։ Ինչը գրենք։ Հա, բայց ես լսում եմ։ Կներես, հա, ես գնամ ուշանում եմ։ Հետո կխոսենք։ Հա, լավ, հասկանում եմ։ Լիլ, կներես, հա։ Ինչի համար։ Գնա։ Պակա։ Դե կզանգեմ քեզ։ Պակա։ Պակա։ Տիգրան, Ոչինչ մի ասա, խնդրում։ բայց ես իրոք ինձ շատ լավ եմ զգում։ Ես քեզ ասում էի, չէ, որ դու ամեն րոպե կարող ես ընկնել, չլսեցիր ինձ։ Հա, բայց ես ուզում եի, Ուզում էիր դրսում ընկնել, անպայման։ ես ինձ շատ լավ եմ զգում, Լիլա, դու անընդհատ նույն բանն ես կրկնում։ որովհետև լավ եմ զգում։ Լիլա, դու